Մեզ մոտ դիմում են 17-ից մինչև 80 եւ ավելի տարիքի մարդիկ, որոնք պատրաստ են երջանկացնելու եւ երջանիկ լինելու երամսյակային կտրվածքով 20-22 ամուսնական զույգ։ 8 տարվա ընթացքում յուրաքանչյուր երամսյակում 20-22 ամուսնական զույգ եւ շատ ընտանիքներ արդեն ունեն իրենց երեխաները, կենտրոնի հետ համագործակցում ենք, բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք, մասնակցում ենք յուրաքանչյուր իրենց ուրախություններին, դժվարություններին, եթե հանկարծ լինում են։ Եթե 17-ից 25 տարեկան օրիորդների, աղջիկների մասին ենք խոսում, նրանք ցանկանում են ավելի շատ ուշադրություն են դարձնում արտաքինին, նյութականին, նաև կրթությանը, իսկ 40-ից բարձր, 30-ից եւ ավելի բարձր, արդեն կարելի ասել հասուն, կայացած, գիտակից կանայք, որոնք իրենց արժեքը լավ գիտեն եւ տղամարդուն կարողանում են գնահատել ոչ միայն արտաքնապես, ոչ միայն նյութապես, այլ նրանք կարևորում են այնպիսի տղամարդու գոյությունը իրենց կողքին, որոնց հետ իրենք կարող են հանգիստ ապրել։ Հոգեբանի մոտ հիմնականում զույգը դիմում է, երբ արդեն ընտանիքում ճգնաժամը հասել է ոսկորին, արդեն ամուսնալուծության շեմին են, արդեն ընտանիքում կան բարդություններ, արդեն կան խնդիրներ։ Իսկ ինչ վերաբերում է այդ ամուսնական ինստիտուտի ձևավորմանը մեր հանրապետությունում, դա իրոք շատ կարևոր է եւ այլ ավելի կարևոր է ընտանիքի պլանավորման երևույթը։ Ես բազմիցս տարբեր հոդվածներում էլ կարևորել եմ նախամուսնական փուլում համատեղելիության խնդիրը, որովհետեւ նախամուսնական փուլում, եթե զույգերի մոտ համատեղելիությունը ախտորոշվում է եւ զույգերը գիտեն, թե ով ում հետ է ամուսնանում կամ ինչը չի նշանակում նաև այսինչ այնինչ որակներով մարդիկ չպետք է ամուսնանան, այլ գիտեն թե աշխատանքը ինչպես տանեն, որ հետագայում ընտանիքը լինի ավելի ամուր կամ ճգնաժամային փուլերը, ադապտացիոն փուլերը ավելի հեշտ հաղթահարվեն, ապա նմանատիպ ծառայությունները միայն կարող են օգնել լավ զույգերի ձևավորմանը։ Իսկ ինչպես գիտենք, կա տարածված ստերեոտիպ, որ նահապետական բարքերը գնալով շատ ավելի ազատ հարաբերություններին են իրենց դիրքերը զիջում, իսկ ազատ հարաբերությունների մեջ մարդը կարող է ընտրել իր ցանկացածին, այն մեկին, ում ցանկանում է, ոչ թե այն մեկին, ում իր համար ընտրել են։ Ինչ վերաբերում է սեռական հարաբերություններին ընտանիքի ամրության կայացման մեջ, ապա ես կասեմ, որ դա առաջին տեղում է, որովհետև այն ինչ որ ես նշեցի որպես համատեղելիություն ամուսնական զույգերի միջև, դա սկսեցի ես հոգեբանական համատեղելիությունից, բայց դրա մեջ մտնում է եւ սոցիալական համատեղելիությունը, եւ ֆիզիոլոգիական համատեղելիությունը, իսկ այնտեղ որտեղ սեռական հարաբերությունները այն չեն, ինչին շատ հաճախ չեն նպաստել նահապետական հարաբերությունները, որովհետև թեման եղել է փակ։ Մարդիկ չեն խոսել, մարդիկ իրար չեն ճանաչել, իսկ առաջին ադապտացիոն շրջանում ամուսնական կյանքի դա արդեն թույլ չի տվել, որպեսզի ամուսնական ընտանիքը զարգանա որպես բարենպաստ մթնոլորտ ունեցող ընտանիք։ Գալիս է ամուսնալուծվող զույգը, որն ունի խնդիր, շատ հաճախ հոգեբանական խնդրի հիմքում ընկած է լինում սեռական հարաբերությունների խնդիրը։